Օյտա Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ եւ անդամ, Օյտա կոմիտեյության ներկայացուցիչներ, հայտարարի ներկայացուցիչներ, սիրելի հայրենագիտներ եւ վերաբրողներու ժառանգորդներ։ Այսօր անգամ եւս բոլորս հավաքված ենք այստեղ որպես ասկ տոնախմբելու ցավագից սառնալու եւ ինչու՞ չէ հբարդանալու որ հարդաս դարի ետք դագավին ժողովուրդ ունենք ասկ ունենք սերունդ ունենք որ դագավին կշարունակե իր ցայնը բարձրացնել կշարունակե իր բայկարի ցայնը բարձրացնել ըսելու ամբողջ ժողովրդին ըսելու բոլոր ազգերուն որ մենք գարչած ենք մեր նահատակներու արյան մեր հողերուն մեզ մեկ խլված ամբողջ հարստությանց եւ կշարունակենք եւ պիտի շարունակենք մեր ցայնը բարձրացնել Միջև այնադեն, որ հայասկը գաբրի, պիտի շարունակե իր ցայնը բարձրացնել, ըսելու համար, որ հայը գա եւ պիտի ապրի։ Այսօր այստեղ այս հուշարձանին դիմաց կանգնած լոկ թվականը չէ որ կհիշենք։ Կհիշենք, որ մենք գեցուցած ենք մեզի ոչնչացումի փորձերեն բաբանած ենք մեր ինքնությունը եւ հավատարիմ մնացած ենք մեր սուրբ հողերուն լեզվին հավատքին եւ մշակույթին երբ գիշենք մեր նահատակները չենք ողբար միայն անոնց գորուստը մենք կլսենք անոնց գանչը որ հավատքի արժանապատվության եւ բայկարի գանչ մնե Անոնց արենով թրոշ դարձած մեր պատմությունը մեզ մեկը բահանջե որ ապրենք այնպես ինչպես անոնք պիտի փափաքեին ոչ վախկոտությամբ ոչ մոռացությամբ այլ հավատքով հբարդությամբ եւ ճշմարտության ուղիղ ընթացքով Ինչպես կարելի չէ հբարդանալ քիչ առաջ տեսանք մեր բադանիները մեր երիտասարդները այստեղ գեցած իրենց ցայնը բարձրացուցին Երկին բարերը ապրեցան, դարձան ժառանգորդները այն բոլոր ֆեդայիներուն, որոնց իրենց արյունը տապեցին բահելու հայու ինքնությունը, պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքը։ Գեցեք, սիրելի դղակ, սիրելի երիտասարդուհիներ, այսօր դուք ցույց տվեք Թուրքին, որ հայը գաբրի Եվ ինչ կանալ փորձեն մեր իրավունքները խլել, մենք պիտի շարունակենք մեր ցայնը բարձրացնել։ Հասկացնելու Թուրքին, որ ինչ կանալ զորավորը լան, նյութաբես, ինչ կանալ զորավորը լան, իրենց զինամթերքով մեր ցայնը առավել եւս զորավոր է։ Մենք այո, զենք չունենք, դժբախտաբար Այդ հարստությունները չունենք, բայց մեր հարստությունը այս երիտասարդներն են։ Մեր հարստությունը մեր ժողովուրդն է, որ ամեն տարի իր ցայնը կբարձրացնե հասկացնելու համար, որ մենք գաբրինք եւ պիտի շարունակենք ապրիլ։ Բայկարը կշարունակվի, բայկարը մենք ենք, մեր ցայնն է բայկարը, ճշմարտության եւ արդարության ցայնն է, որ երբեք պիտի չլրե։ Հարադևելու բայկարը մշակույթի, հավատքի, լեզվի եւ արժեքներու պահպանման, վերականգնելու բայկարը մեր արդար թադինի խնդիր, գերդելու բայկարը սերունդներու մեջ հայրենիքին սերը խորացնելու։ Քանի դեռ ունենք բադանիներ, ունենք երիտասարդներ, որ հայերեն կխոսին, հայերեն գերքեն, հայերեն լեզվով գարդահայտվին, կշարունակե որ
կնշանակե, որ մենք չենք բարդված եւ պիտի չբարդվենք։ Մենք մեր ցայնը պիտի բարձրացնենք, մենք մեր իրավունքները պիտի պահանջենք, այս է մեզի փոխանցված գդակը, այս է մեր նահատակներուն մեզի փոխանցած գդակը։ Թող ապրի Հայաստանը, թող ապրի հայ ժողովուրդը եւ հույսով որ բոլորս օրը երկինքի հայրենիքի երկինքին դակ գարենանք բոլորս միասնապար ապրիլ հայորեն, ապրիլ ազատ եւ անկախ մեր Հայաստանի մեջ։